Մենք Աբու Դաբիում ենք ամսի 25-ից եւ մեր թռիչքը այսօր է ամսի 3-ին, որի հետաձգման մասին մենք տեղեկացանք երեկ։ Մեզ հնարավորություն տվեցին տեղափոխել մեր թռիչքը այլ օրվա, բայց առայժմ անհայտ է, թե երբ կբացի օդային տարածքը։ Հենց առաջին օրը կապվել ենք Հայաստանի դեսպանատան հետ, հաշվառման ենք կանգնել եւ մեզ ասել են, որ հետագա քայլերի մասին մեզ կտեղեկացնեն։ Այս պահին տեղյակ ենք, որ հնարավոր է կազմակերպի տարհանում Օմանից, բայց Աբու Դաբիից Օման ճանապարհը 6-ից 7 ժամ է տևում եւ ստացվում է, որ 7 ժամ ուղղակի գնալու ենք մեքենայով առանց ծածկի հնարավորության, որը կարծում եմ այդքան էլ լավ լուծում չի։ Իրավիճակը տատանվում է, 3 ամբողջ օրը տագնապ չի եղել, այս գիշեր ժամը 2:40-ից մոտավորապես մինչև ժամը 4 ընկած հատվածը լսել ենք ուժգին հարվածներ, ոչ մի պայթյուն չի տեղի ունեցել, այսինքն խփել են օդում, հոգն է աշխատել, բայց լսվել են մոտավորապես կարծում եմ 8-ից 10 պայթյուն ենք լսել գիշերը։ Տագնապ է եղել Աբու Դաբիում հենց, մենք գտնվում ենք ՅԱՍ կղզում, մեզ մոտ տագնապ չի եղել։ Նաև ավելացնել շատ կարևոր մի պահ, որ Աբու Դաբիի կառավարությունը հոգում է հետաձգված թռիչքներով տուրիստների կացությունը այստեղ, ամեն ինչ ներառված տարբերակով, այսինքն այսօրվանից մենք մնալու ենք մեր նույն հյուրանոցում, մեր նույն սենյակում, Աբու Դաբիի կառավարության հաշվին։